2.5 ամիս առաջ Փարաքարի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան դիմաց տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործի քննությունն ավարտվել է։ Սիրված միջադեպի հետևանքով սպանվել էր համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին 29-ամյա Գրիգոր Օհանյանը, հրազենային վիրավորում ստացել 2-ը։ Միջադեպին մասնակցել է մոտ 30 անձ։ 14 մեղադրյալի մասով գործը շուտով կգնա դատարան, իսկ առանցքային մեղադրյալի սպանությունը կատարելու համար մեղադրվող Արմեն Ղազարյանի մասով քննությունը դեռ շարունակվում է։ Նա կալանքի տակ է։ Դեպքից 2 ամիս անց դեռ հայտնաբերված հանցագործության գործիք ինքնաձիգը քննիչ Սևակ Խաչատրյանը քննության պարզված հանգամանքներն է ներկայացնում։ Փետրվարի 5-ին ժամը 23:40-ի սահմաններում Մերձավան բնակավայրի բնակիչներ Արսեն Մարդոյանը, Մարտիկ Բաղդասարյանը չպարզված անձանց հետ ավտոմեքենան արագ վարելու եւ միմյանց չբարևելու հարցի շուրջ վիճաբանել եւ ծեծի են ենթարկել նույն համայնքի բնակիչ նախկինում իրենց հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Վլադիմիր Խդրյանին։ Այս միջադեպից հետո Խդրյանը այդ մասին հայտնել է իր մերձավորներին, ընկերներին ու ըստ քննիչի մետաղյա ձողերով, փայտե մահակներով, ինքնաձիգով ու ատրճանակով շարժվել Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Քանի որ տեղեկություններ են ունեցել, որ Արսեն Մարդոյանը եւ Մարտիկ Բաղդասարյանը գտնվում են նշված հատվածում։ Ճանապարհին արդեն հանդիպելով նույն համայնքի բնակիչ Մարտիկ Բաղդասարյանի եղբորը Պարքև Բաղդասարյանին հարձակվում են նշված անձի ավտոմեքենայի վրա քարերով, փայտերով, հարվածներ են հարցնում, փորձում են վերջինիս ավտոմեքենայի դռները բացել, սակայն չեն կարողանում, քանի որ Մարտիկ Բաղդասարյանը շրջադարձ կատարելով շարժվում է դեպի Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Արդեն դեպքի վայրում Վլադիմիր Խդրյանը իր մերձավորների, մտերիմների, այդ թվում Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի եղբոր Պայքար Գրիգորյանի եւ մյուսների հետ հանդիպել են տան բակում գտնվող Ախտոյանի հորաքրոջ որդուն, որի ժամանակ էլ երկու խմբերի միջև վիճաբանություն, ծեսկրտուք է տեղի ունեցել։ Որի ընթացքում հիմնավորված տեղեկությունների համաձայն Արմեն Արամի Ղազարյանը իր մոտ գտնվող դեռևս չհայտնաբերված ինքնաձիգից կրակոցներ է արձակում առնվազն 7 անգամ, որի արդյունքում հրազենային վիրավորումից մահանում է Գրիգոր Օհանյանը։ Ըստ քննիչի նույն ժամանակահատվածում Պայքար Գրիգորյանը գործադրել է իր մոտ գտնվող ատրճանակ, այն քննությամբ եւս հայտնաբերված չէ։ Քրեական վարույթով մի շարք փորձաքննություններ են նշանակվել։ Քրեական վարույթով ըստ պայդրությամբ արդեն իսկ տեղեկատվության պահանջով հաշվի առնելով փորձաքննության ծավալը, բարդությունը, տեղեկատվության պահանջով փորձագետների կողմից տրվել է նախնական հետազոտության վերաբերյալ տեղեկություններ, համաձայն որի դեպքի վայրից հայտնաբերված բոլոր կրակված թվով 7 պարկուշները, գնդակները, ինչպես նաև գնդակի բեկորները հանդիսանում են AK-47 ինքնաձիգի կրակված պարկուշներ։ Ընդ որում այս գործով մեղադրյալներ կան երկու խմբերից էլ 14-ից 2-ը Պայքար Գրիգորյանը եւ Վլադիմիր Խդրյանը կալանքի տակ են, 4-ը տնային կալանքի տակ են, մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կամ վարչական հսկողությունը կամ բացակայելու արգելքը։ Կալանքի տակ գտնվող Պայքար Գրիգորյանը մեղադրանքը չի ընդունում, լուրերի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Մխիթար Տիգրանյանը, պնդելով միայն, որ գործը շինծու է։ Վլադիմիր Խդրյանի պաշտպան Մուշեղ Ալեքսանյանն էլ ասաց, որ դատարանը անհամաչափ խիստ է գտնվել իր պաշտպանյալի նկատմամբ, քանի որ ավելի ծանր հանցանքի համար մեղադրվող 10 անձանց նկատմամբ ընտրվել են անհամեմատ ավելի մեղմ խափանման միջոցներ։ Վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու նպատակով մայր գործի քննությունը շարունակվում է։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։